Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 13-ի համար։ Ժամը փոխեցի, մտածեցի, որ ինչ-որ մի բան կփոխվի ալիքում, որովհետև երեկոյան էի ավելի շատ նայում, բայց կարծես թե ոչինչ չփոխվեց, դեռ ավելի վատացավ։ Դրա համար էլի առավոտյան կանեմ, թող ինձ թվաց ավելի թարմ անել, թարմ տեսնեք, ավելի լավ է ձեզ համար, բայց այդպեսով ալիքս էլ ավելի շատ կփչանա, անգամ արդեն իսկ փչացել է։ Դրա համար ավելի լավ է նորից կրկին վերադառնանք նույն ժամերին, որը որ կար։ Տեսնեմ ինչև երբեք նայելու։ Այսքանը եւ տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում։ Բայց ես ինտերնետի նշանները չեմ բերել։ Բա ուր եմ դրել։ Լավ գտա։ Ահա, տեսնենք լավ, մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 13-ին։ Հարգելի խոյեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, ինչպես կընթանա օրը եւ ինչ կանեք։ Նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ հարազատ մարդու հետ, նաեւ հավատարմություն է դա նշանակում։ Գործնական հանդիպում ունեք, գործնական շփում, սեղանի շուրջ եք նստելու, ձեզ երջանիկ եք զգալու, գուցե ինչ-որ բան եք նշում, նորություն եք ստանալու, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 13-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը որևիցե իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև վերջին մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել կամ նաև ոմանց մոտ նոր է սկսվում որևիցե իրադարձությունը, որ ամեն ամիս պետք է արդեն անեք։ Ոչ բոլոր գործերը կհասցնեք իր ավարտին, կմնան որոշ գործեր։ Հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, սուտ կա ինչ-որ բանի մեջ, դե համար միգուցե գործերը չեք հասցնում ավարտել, նորություն կլսեք, սպասում եք ինչ-որ մեկին, դրա մեջ է կարող լինել սուտ, հա, այսինքն չի գալիս կամ ուշանում է։ Եվ ինչ-որ բան էլ ձեզ երջանկացնելու է օրվա վերջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ոմանց սիրոխոստովանություն կանեն, դուք կանեք սիրոխոստովանություն, հանդիպում ձեր հարազատ մարդկանց հետ, կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, որ ձեզ լավ կզգաք, սիրված կզգաք, և պետական հիմնարկության հետ կապված գործեր ունեք, դա կարող է լինել բանկ կամ մեկ այլ կենտրոն, բժշկական կենտրոն, նաև ուսումնական հաստատություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 13-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար եք ստանալու, միգուցե աշխատավարձ կամ ձեր աշխատած գումարն է, հիտեպ ձեր մասին շուտով կխոսեմ, ձեր հաջողության մասին, թե ինչն է ձեզ հաջողություն բերում, եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մոլորակ ձեր նշանում է գտնվում, և այս տարեթվերը կասեն, դուք հետո գնայեք, դուք այդ տարեթվին եք ծնվել, թե ոչ, և դրա համար հաջողությունը ձեզ մոտ է, թե ոչ։ Եվ ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի կամ շատ աշխատանք ունենաք, աշխատանքի մասին խոսեք, աշխատանքի հետ կապված հարցեր կան, որոնք որ կլուծեք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, և ոմանք ունեն սիրային ժամադրություն այդ օրը, ոմանք պայմանավորվածություն ենթարազատ մարդկանց հետ, նաև գործերը կանեք կավարտեք կվերջացնեք, սեղանի շուրջ եք նստելու, մի փոքր տհաճ պահեր կան օրվա ընթացքում, և կարծես թե այստեղ կամ պետական հիմնարկություն այստեղ հնարավոր է նաև հիվանդանոց է, ինչ-որ մեկը պարկած են տեղ, գնում եք տեսակցության, կամ գործերը առաջ չեն գնում, ոնց որ քնած են, դեռ առաջ չի գնում ոչ մի գործ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 13-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը սուտ կա, ինչ-որ մեկը սուտ է խոսելու, սուտ ինչ-որ բան կա, տեղեկատվություն նաև, նորություն եք լսելու այդ օրը, նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, հուզված եք, միգուցե արտասվում եք կամ հուզված սպասում եք ինչ-որ մեկին, նաև կարող է ուղղակի այդտեղ հուզվում եք, արտասվում եք, որովհետև ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ ցավ կա այստեղ։ Եվ գործերը չեք հասցնում ավարտին, կմնա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 13-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ գործեր կան, որոնք չեք հասցնում ավարտին, չնայած օրվա ընթացքում հետո հետ կվերադառնաք և կավարտեք այդ գործերը, չի մնա։ Երեխայի հետ կապված կարող եք հանդիպել ոչ է պետական աշխատողի հետ, նաև կարող ձեր երեխան, եթե մեծ է, ապա ընդունվում է աշխատանքի։ Նաև դա կարող է լինել աշխատանքներ եք տանում երեխայի առիթի համար, դա ևս ոնց որ աշխատանք է, կամ դուք եք աշխատում նման տեղ, որտեղ որ պետք է ունեք երեխայի ծնունդ դեկորացիա անեք, կամ մեկ այլ բան այստեղ կարող է լինել։ Նաև ընտանիքից ոչ է մեկը կարող է սկսել աշխատել, եթե չէր աշխատում։ Եվ հաջողություն ունեք այդ օրը, հաջողություն յուրաքանչյուր գործերում, յուրաքանչյուր հարցերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հուլիսի 13-ին։ Հարգելի կշառքներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև այստեղ ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք թաքուն սիրավեպ, և ինչ-որ հույսով եք, միգուցե հույսով եք, որ կկարողանաք հանդիպել, հույսով եք, որ կկարողանաք անել, դա ինչ-որ բան եք անում թաքուն։ Եվ օրը ձեր ձեռքում է ընդհանրապես շատ բան հենց ձեզանից է կախված, կարող եք անել, չեք կարող անել։ Եվ հանդիպում ունեք այդ օրը, և ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 13-ին։ Հարգելի կարիճներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Ժամ եք պայմանավորվել, այստեղ հնարավոր է ընկերոջ հետ, սպասում եք իրեն, որպեսզի նա գա։
Եվ նամակ կստանաք տեղեկատվություն, որը հավանականությունը մեծ է, որ սուտ է, ինչ-որ սուտ բան կա մեջը, կամ այն ինչ-որ ասում են դա է սուտ, կամ մի խոսքով, ինչ-որ մի բան այնպես չէ։ Եվ որոցե բանը ձեզ երջանկացնելու օրվա ընթացքում և հյուրեր կունենաք, կամ դուք կգնաք հյուր այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում, ինչ-որ բան կա։ Նաև այստեղ ոչ իրադարձություններ ունեք, որոնք ամեն ամիս ձեզ հետ կատարվում են, այդ օրը եւս կկատարվեն կամ միգուցե ավարտվում է, միգուցե դրա համար եք տխրում, դա է ձեզ ցավեցնում։ Եվ սեղանի շուրջ եք նստելու, դրա հետ է կապված։ Սեղանի շուրջ նստած ժամանակ եք իմանում, որ դա արդեն ավարտվում է, ինչ-որ մի բան կարող է լինել այստեղ։ Կարող է լինել վարկ, կարող է լինել ալիմենտ եւ այլն եւ այլն։ Նաեւ այդ օրը հեռախոսազանգ ունեք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ում հետ երկար կնստեք, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւս էլ իրար հետ երկար կնստեք։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 13-ին։
Հարգելի այճեղջուններ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Նաև ոմանք սիրահարվեն, ոմանք սիրո խոստովանություն կանեն, կասեն, հանդիպում, շփում կունենաք ձեր հարազատների հետ։ Ինչ-որ մի բան է ձեզ այդպես ուրախացնում, ձեր սիրտն է ուրախանում։ Օձեր կան, չար մարդիկ, չար վերաբերմունք, հանդիպում ունեք նաև, միգուցե տոցի հետ եք հանդիպում, գաղտնիք է բացահայտվելու, հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք օրվա ընթացքում եւ երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ ավելի ուշ, հնարավոր է նաև ուղղակի պարկում եք, կա չէ պահ որ 6-ին 7-ի մարդ ուզում է ինչ-որ թինկնել, մեկ էլ քնում ու մնում է այդպես քնած մինչև լուսաբաց։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն եւ ուշադիր եղեք, որ այդ գործը ձեր ձեռքից բաց չթողնել։ Նաև հեռախոսազանգ ունեք եւ օրվա ընթացքում ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար շատ բան չունեք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան,
Նաև օրը ձեր ձեռքում է, հենց շատ բան ձեզանից է կախված։ Որևիցե գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր եւ նվեր, այստեղ նվերը կարող է լինել արդեն քաղցրավենիքի տեսքով, եթե հյուր է գալու, կամ դուք եք տանում։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։